Հովաննու ավետարանի 15-րդ գլխին պիտի կարդամ։ Հովաննու ավետարանի 15-րդ գլուխ առաջին համարեն։ Ես եմ ճշմարիտ որդը և իմ հայրս մշակն է։ Ամեն ջուր, որ իմ վրաս է ու բդուղ չի պերեր, գգդրե զանիգա, ան որ բդուղ գպերը, գմակրե զանիգա, որբեսի ալ ավելի բդուղ պերը։ Դուք հիմա մաքուր եք, այն խոսքով, որ ես սեզի խոսեր եմ, իմ մեջս կեցեք, և ես ծեր մեջ, ինչպես ջուղը չի գրնար, ինքիր մե բդուղ պերել, այնպես ալ դուք չեք կրնար։ Եթե իմ վրաս հաստատված չլակ, ես որդն եմ և դուք ջուղերն եք, ան որ իմ վրաս հաստատված է և ես անոր վրա անիգա շատ բդուղ գպերը, վասնզի առանցիցի պամը չեք կրնարընել։ Եթե մեկը իմ վրաս հաստատված չէ, անիգա ջուղի մբես դուրս ծկված ու չորցած է, և գժովեն զանոնք ու գրագը գծկեն և գայրեն։ Եթե դուք իմ մեջս գենակ, և իմ խոսքերս ալ ծեր մեջը գենան, ինչ որ ուզեք, բիդի խնդրեք ու բիդի լացեզի։ Ասով իմ հայրս փարավորվեցավ, որբեսի դուք շատ բդուղ պերեք և իմ աշակերտներս լաք։ Ինչպես ձարը գտնգեն, որբեսի բդուղ պերը, այնպես դերը իրեն հավատացողները, ապաշխարողները վերստին ծնանելով գտնգե իր այքին մեջ որպես ծար, որբեսի բդուղ պերը։ Կյանքի նպատակը փրկություն չէ, ինչպես շատեր կհասկանան և ամեն բան գուզեն ունել փրկության համար։ Բարի գործեր գործել, իրենց մեղքերեն մաքրել, որբեսի փրկվին։ Եվ կկարծեն, որ ամբողջ կյանքի ընթացքին այս պատերազմը պետք է շարունակվի, որբեսի փրկվին և ամեն օր կապաշխարեն դեր ողորմի ասելով, այսօրվա բան մեղքերս ալ ներեցելով, որովհետև կմտածեն, որ կյանքի նպատակը փրկություն է։ Բայց մենք գիտենք, որ փրկությունը մարդի գործ չէ, և Աստված մարդին չի պահանջել այդ գործը։ Եթե մարդ կրնար ինքնին փրկել, Հիսուս աշխարհ չէր կար մեղավորը փրկելու համար։ Անոր աշխարհքալուն միակ նպատակը մեղավորը փրկելն էր։ Ինչու՞, որովհետև մեղավորը ինքնին չի կրնար փրկել։ Ասիկա ես փորձառապար հասկանալով ապաշխարեցի։ Շատ չանքրի ինքնինքս մաքրելու չեղավ։ Հետո հուսահատեցա և մտածեցի, որ ինձ մե քրիստոնյա չլար, որովհետև իմ հասկացողությունը սխալ էր։ Բայց հետո դերը ինձ հասկացուց, որ ես ինքնինքս չեմ գնար փրկել և Աստված ադիկա ինձ մեջ չսպասեր։ Իմ խոստումներս բարավ են բոլորովին։ Խոսք կուտայի, որ ալ պիտի չմեղանչեմ, նորեն կմեղանչեի։ Հասկացա հետո, ով դեր ալ ես քեզի խոսք չեմ դար, որևէ խոստում չեմ ուներ, ես չեմ գնար ինքնինքս փրկել, լսեցի, որ դու պիտի փրկես, ուստի փրկե, որ քեզ ճանչնամ։ Եվ դերը փրկեց։ Բայց ինչու փրկեց։ Ինչ է կյանքի նպատակը։ Փրկեց
որբեսի ես բդուղ բերեմ։ Բոլոր հավատացյալները պետք է ասիկա խորաբես հասկնան, իրենք բդուղ բերելու համար փրկված են։ Եվ ամեն մեկս հարցնենք մենք մեզի, բդուղ գբերենք։ Եթե ոչ, ուրեմն մենք Հիսուսի վրա հաստատված չենք։ Այսինքն շարունակ անոր մեջ չենք գնար, և Հիսուս մեր մեջ չի գնար շարունակ։ Այստեղ գսե իմ մեջս գեցեք, և ես ծեր մեջը, գեցեք գսե, եղբայրներ քույրեր, իմ մեջս գեցեք, և այն ժամանակ գսե դուք բդուղ գբերեք, և շատ բդուղ գբերեք, քիչ ալ չէ, շատ բդուղ։ Անձնակնություն ունենք սիրելիներ այսօր, Տերոջը առջև։ Մենք բդուղ գբերենք և շատ բդուղ գբերենք։ Եթե ոչ, հասկնանք, որ մենք Հիսուսի մեջ չենք գնար շարունակ։ Եվ Հիսուս մեր մեջ չի գնար գնալ շարունակ։ Պողոս առաքյալի պես մենք ալ պետք է ասենք, որ ես չեմ ապրիր, այլ Քրիստոս կապրի իմ մեջս։ Երբ որ անիկա մեր մեջ կապրի, Հիսուս անբդուղ գլա, եթե ջուղը արմադին վրա հաստատված է, անբդուղ գմնա, այդ արմադեն գուկա, այդ սնունդը, այդ զորությունը բդուղ բերելու, որովհետև ջուղը ինքիր մե բդուղ չի գնար բերել, այլ պետք է հաստատված է արմադին վրա, այնտեղ են առնե զորությունը, որ բդուղ բերե։ Եվ հիանալի օրինագով դերը մեզի հետ կխոսի այսօր։ Իմ մեջս գեցեք, և ես ծեր մեջը։ Ինչ է Հիսուսի մեջ գենալու պայմանը։ Հետո գսե դերը, իմ բադիրանքս պահեցեք։ Եթե զիս կսիրեք, իմ բադիրանքս պահեցեք։ Եվ իմ բադիրանքս է, որ դուք զիրար սիրեք։ Այս կերպով գրնանք Հիսուսի մեջ գնալ։ Հիսուսը սիրելը դժվար բան չէ։ Եթե այսօր հարցնեմ, թե ով Հիսուսը գսիրե, բոլոր հավատացյալները պիտի մենք Հիսուսը գսիրենք։ Ձեզ մի ոյվի մեկը գրնա ասել, ես Հիսուս չեմ սիրեր, եթե հավատացյալ է։ Չսեր։ Ինչու, որովհետև Հիսուս իրենց փրկիչն է, Հիսուս շատ քեղեցիկ է, մարդոց որդիներուն մեջ են քեղեցկակույն է, ինչպես գրված է, ինչպես չի սիրենք Հիսուսը։ Անցամբ Հիսուսը ինչպես չի սիրենք, որ այդ կամ փարիկներ ըրած է մեզի, այնպես անուշ է, քաղցր է, համը արեր ենք, գիտենք, որ քաղցր է։ Ադր համար Հիսուս սիրելը շատ թյուրին է, անցամբ, գիտեք, բայց Հիսուս այստեղ պայման մը գտնե, որ մենք մեզ չխաբենք։ Ով որ զիս կսիրե, իմ բադիրանքս կբահե։ Եվ իմ բադիրանքս է, որ դուք իրար սիրեք։ Հոս է հարցը, գիտեք։ Իրար սիրելու հարցն է դժվար հարցը։ Այս բանի մեջ շատ անգամ մենք ետ կմնանք։ Այդ բանի մեջ հանցավոր գլանք Աստծո առջև։ Եվ ಅದರ համար չենք կնար Հիսուսի մեջ հաստատվիլ, հաստատ կենալ, շարունակ մնալ Հիսուսի մեջ, որ Հիսուս կրնա մեր միջոցով բդուղ բերել։ Եվ փում պատճառը, որ հավատացյալները եթե անբդուղ են, փում պատճառը այս է սիրելներ։ Իրար սիրելու մեջ թերի գլան, այս է պատճառը։ Դուն Հիսուսը սիրելու համար պետք է սիրես քո եղբայրներդ և քույրերդ։ Ասիկա հասկսիր, եղբայրը քույրը սիրելով Հիսուսը կսիրես։
Այս է պայմանը։ Ինչքան գսիրես տուն եղբայրները եւ քույրերը։ Այնքան գսիրես Հիսուսը։ Եթե ոչ Հիսուս քո սիրույթ չի ավադար։ Քո աղոթներուց չի ավադար։ Երբ որ գսես ով դեր տունիմ դերս ես, ես քեզ գսիրեմ, ես կուզեմ քեզի ծառայել, դերը գսե ուր է քո ծառայությունը։ Դու ինչպես կսիրես քո եղբայրներդ քույրերդ։ Քո եղբայրներդ քույրերդ կայցելես, անոնց կարոտ կսկաս, գուզես անոնց հետ տեսնվել, հարապերել։ Բիչիսկ հիվանդ եղբայրներդ քույրերդ կայցելես, ձեր եղբայրներդ եւ քույրերդ կայցելես, ինչով գա բացանես որ գսիրես։ Անգսե ես հիվանդ էի, դուք զիս եկաք տեսնելու, փանդին մեջ էի, այցելիցիք զիս գսե։ Հետո գսե մերգ էի, հակվեցուցիք, անոթի էի, գերագրեցիք, եղբայրներդ, քույրերդ, որոնք նեղության մեջ են այսօր, ուրիշ երկիրներու մեջ, ուր որ բادرազմեր գլան, որքան գարոդյալ եղբայրներ քույրեր ունիք, անոնց մասին գմդածես եւ գղրգես անոնց որ անոնք ուդեն, խմեն, հակնին եւ նեղություն չքաշեն, անոնք քու եղբայրներդ քույրերդ են, Հիսուս ինքսինքը անոնց տեղը գտնե, ես կսի անոթի էի, ես մերգ էի, և դուք կերագրեցիք և հակվեցուցիք։ Գնենք այս բաները սիրելիներ, հյուրասիրություն կա մեր մեջ, հյուրասիրել եղբայրները քույրերը, ոչ թե միայն ադոր համար որ անոնք ուդելիք չունին, ոչ ունին, բայց հյուրասիրել սերը ցուցնելու կորզնականորեն, հաղորդակցելու մեջտեղ, մեկտեղ նստելու նույն սեղանի շուրջը, անուշ խոսակցելու և սերը արձարզելու, որքան աչքեն հերու գլա եղբայրը այնքան սրդեն ալգհերանա։ Գիտեք, գերմանացիները այդ արագը միշտ կսեն, աչքեն հերու, սրդեն հերու։ Որքան քիչ կդեսնես, այնքան սերդ կբաքսի։ Որքան շուտ կդեսնես, շուտ այնքան սերդ կավելնա։ Ադոր համար Աստծո զավակները սերտ հարաբերություն պետք է ունենան, Աստծո ընտանիքն են։ Մենք բոլորս իրար վրա պետք է նայենք որպես ընտանիքի անդամներ, մեկ ընտանիքի անդամներ։ Ընտանիքի անդամները ինչպես կլան։ Իրարու հետ միշտ կլան թե ոչ։ Ասենք ծորեգը կորձի գերտան իրի գունուգուքան, նորեն մեկտեղ են, և մեկտեղ գուդեն, մեկտեղ գաբրին, անշուշտ մեկ տան մեջ բոլորս չեն կնար աբրիլ, բայց երբ որ նույն քաղաքի մեջ ենք, ինչ դժվարություն կա իրար այցելելու, իրարու հետ հարաբերելու, քաղցր հարաբերություն ունենալու։ Հետո սերը ինչով կհայտնվի։ Գսե սերը իրենը չի պնդրեր, անցնասեր չէ, եսասեր չէ սերը, այլ գսիրե իր եղբայրները քույրերը, անոնց կարիքի մասին գմդած է, անոնց կորձերու մասին գմդած է, անոնց պետք եղած պաները գպնդրե, իրենը չի պնդրեր սերը։ Հետո սերը, գիտեք, ներողամիտ կլա, սերը գները, ինչպես կսե Հիսուս ծեզի ներես, դուք ալ իրարու այդպես ներեցեք։ Հիսուս մեզի ծուցուց իր սերը կորզնական օրեն, իր կյանքը զոհելով մեզի համար և ամեն պարիկներ մեզի դալով և գուզե մեր մեջը պնագիլ, դեսեք, միշտ մեզի է դրլալ։ Այդ ընտանեկան հարաբերություն ունենալ և գուզե որ մենք ալ նույն հոգին ունենանք։ Եվ մեր սիրելի փրկիչը քանի անգամներ մեզի ներած է մեր հանցանքները, որ նպատակով չենք գրեր, հոժար կամքով չենք մեղանչել, Աստծո զավակը հոժար կամքով չի գրնար մեղանչել։
այդ փորձարապար գիտեմ, բայց կրնա սխալմամբ հանցանք կործել, անսկուշ կլա, արդուն չլար, փորձության մեջ կինա, ժամանակին չաղոտ էր, զորություն չստանար, Աստծո խոսքը չի գարտար պետք է ածինվես, դգարանամ հոգևորաբես, սատանան գարցագի կհաղթվի, բայց հետո գզղճա, Սուրբ Հոգին կհանդիմանե, հանքից չի դար, միջև որ խոնարի, ներում խնդրե, և ները, ոչ թե միայն ինքը ներում խնդրե, ինքն ալ միշտ պատրաստ լա ներելու, իր եղբայրներուն, քույրերուն, որոնք նույնպես անսկուշ կերպով սխալի մեջ կինան հանցանք կկործեն, մինչ իսկ ընտանեկան կյանքին մեջ սիրելներ, այդ հոգին պետք է լա ներելու հոգին, երբեք ամուսինը պետք չէ վշտանա իր գնոջ վրա, երբեք պետք չէ փարգանա, միշտ ներող պետք է լա, և գինը ամուսինն արջև, նույն թիրքը պետք է ունենա, միշտ ներող, եթե ամուսինը հանգարց սխալման պանմը գսե, վիրավորական պանմը ներել սրդին մեջ, չի վիրավորվիլ, և չի վիջել, չի հագարագիլ, չարության փոխարեն գսե չարություն մի հադուցանեք, փարիով հաղթեցեք չարը, և այդ փարին գիտեք սիրո հոգին է, որ գներ է, որդև իրենը չի պնդրեր, ադր համար չի վշտանար, ով որ գվշտանա, կիցեք, որ հբարդություն գա մեջը, շատ անգամ մենք մեր հբարդությունը չենք տեսներ, Աստված թույլ գուտա փորձությունը գիտեք, որ մենք մեզ տեսնենք, որ մենք հբարդ ենք եղեր, ուի վիճակի մեջ չենք եղեր, այդ փորձության չգրցանք թիմանալ, որ խոնարհինք և հբարդությունն ազատինք, ամենազզվելի բանը Աստծո առջև հբարդությունն է, և Աստված հբարդներուն հագարակ կգենա, իր զավակներն ալլան հագարակ կգենա, գբաջե, անոնց աղոտները չի լսեր, նեղության գմատնե, միջ իսկ գհիվանդացն է, հբարդները, որբեսի խոնարին, և երբ որ գխոնարի Աստծո զավակը, ինչ հանցանքալ կործածլա, դերը ուրախությունով գներ է, և գկրգե գհամպուր է, ինչպես մենք կնենք, երբ որ մեր զավակները հանցանք կկործեն, հետո գուքան արցունքով հայրիկ, մայրիկ ներեցեք ինձի, ինչպես կներենք, կարնենք, կհամպուրենք, ավելի գսիրենք, որ այդպես խոնար է իր հանցանքը գջանչնա, ուրեմն ավելի ըսկուշ կլա, որ այդ հանցանքը չի գրկնե, ճիշտ այդպես Աստված գնայի մեզի սիրելներ, մենք իրարու գներենք, այստեղ կան եղբայրներ քույրեր, որ ոևէ մեկուն թեր ներած չեն, և ժամանակ անցած է, սխալ բաներ եղած են, կարելի է վիճեր են իրարու հետ, իրար վիրավորեր են, և միջ հիմա թեր խոստովանած չեն, և ներած չեն, այդպիսիներուն այսօր Սուրբ Հոգին գխոսի, գսե իրար սիրեցեք, աբացուցանեք ու սերդ, ներում խնդրելով և ներելով, աբացուցանե, գիտեք սիրելներ, առաջի Կորինթացոց 12-րդ գլխի մեջ առաքյալը գխոսի հոգևոր բարգևներու մասին, մեծ և փոքր բարգևներու մասին, բարգևներու մեջ տարբերություն կա, ինչպես մարմինի անդամներու մեջ, մեծ անդամներ կան, փոքրիկ անդամներ կան, բայց բոլոր անդամները պետք են մարմնին, այդպես կբացատրի առաքյալը 13-րդ գլխին և գսե, որ այդ բարգևներուն նախանցավոր եղեք, որ զանոք կործածեք այդ բարգևները, բայց ես ձեզ գսե ավելի բարձր բանի մասին մի խոսիմ, ավելի կարևոր բանի մասին, և հետո 13-րդ գլխի մեջ սիրո մասին գխոսի, և գսե, որ եթե ես մարդոց և հրեշտակներու լեզուներով խոսիմ, այդ խոսքը գուղի անոնց, որ Կորինթացոց եկեղեցին մեջ օդար լեզուներով գխոսեին, որպես բարգև Սուրբ Հոգին,
Բայց սեր չունենամ, ես ցայն դվով բղինց մկլամ, և հնչեցող ծլծղամը։ Այսինքն, այդ իմ լեզուներով խոսելս ոչ մի արժեք չունի։ Թե բարգև է, Սուրբ Հոգիի բարգևն է, օդար լեզուներով գխոսեին, բայց կսե ոչ մի արժեք չունի, եթե սեր չունենա։ Հիմա կան անձեր, որ կմտածեն, որ Սուրբ Հոգիի լեցունության ամենամեծ ապացույցը ուրիշ լեզուներով խոսիլն է։ Բայց առաքյալը այդպես չսեր։ Լեզուներով գխոսեին, բայց սեր չունեին։ Բաժնված էին իրար մեջ, Կորինթացոց մեջ, եկեղեցին մեջ։ 4 մասի բաժնված էին։ Ինչու սեր չունեին։ Սերենին բաղած էր։ Հետո գսե եթե ես մարգարեություն ունենամ և բոլոր քաղաքնիկները գիտնամ, հիմա ասենք, որ բոլոր Սուրբ Գիրքը գիտեմ, բոլոր մարգարեությունները կրնամ բացատրել ուղիղ կերպով, այդ բարգև ունիմ, հրաշքներ գործելու, մերելներ հարուցանելու, հավատք ունենամ և սեր չունենամ, օգուտ չեմ ունենալ։ Եվ հետո գսե բոլոր ունեցած եթե աղքատներուն գերցնեմ, և մարմինս այրվելու դամ, և սեր չունենամ, ոչինչ եմ։ Կտեսնեք սիրելիներ, սերը ինչքան կարևոր բան է։ Բոլոր բարգևներ ուրեմն զիրոներ են։ 10 զիրո, 20 զիրո բան մը չարժեր։ Բայց մեկ զիրոյի առջև եթե թիվ մը տնես, մեկ գտնես 10 գլա, 2 տնես 20 գլա, 3 տնես 30 գլա, 9 տնես 90 գլա։ Եթե 2 զիրո գտնես, որքան գավելնա, 3 զիրո, ավելի գավելնա։ Զիրոները արժեք կունենան, երբ որ անոց առջև թիվ կա։ Այդ թիվը սերն է։ Ամենափոքր բարգևդ մեծ օրհնություն գլա և հոգիներ գշայիս, եթե սեր ունիս։ Ես գիտեք քույրեր, որոնք ուսում առաջ չեն, որոնք մարգարեություն չունին և քարոզելու բարգևալ չունին, քույրեր գիտեմ, որոնք իրենց կյանքով, իրենց վարմունքով հոգիներ շահել։ Գերմանիայի մեջ մեկ քեմփին մեջ ես կացի այցելելու, դեսա քույրը, որ հազիվազ կգարտա, ուսում չունի, գիտեք շատ դժվարությամբ կգարտա, և 40 հոգի երիտասարդներ և երիտասարդներ ապաշխարեն անելու միջոցով։ 4 կողմը հավաքված էին, սիրով իրեն գնային, որպես մորը։ Ուրիշ քեմփ մկացել է, գար ժամանակվա մեջ 15 թե 20 հոգի ապաշխարել են։ Անոր այդ սիրով, սիրո կյանքով, սիրո վերապերմունքով հրաբուրել է այդ սիրտերը։ Այնպես որ քույրեր գրնան մեծ օրհնություն մղալ, գրնան հոգիներ շահել, և ադոր պայմանը մեծ բարգևներ ունենալ չէ, այլ առադորեն սեր ունենալ։ Սերը զորություն ունի, ամեն բանի կարող է սերը, Աստված սեր է։ Եվ այդ սերն է, որ մեզ բոլորս փրկել է, Աստծո զավակներ էր, հավիտենական կյանքի ժառանգներ։ Այդ սերը զոհեց միածին որդին, այդ սերը Հիսուսը խաչը հանեց։ Եկեք այսօր այդ սիրո մասին մտածենք և մեր սիրտերը փանանք Տերոջ առջև։ Գրված է լայն բացքո փերանդ, ես կլեցնեմ, ով ծարավներ չուրերու եկեք և խմեցեք։ Այդ ծարավը ունենք սիրելիներ մեր սրտերու մեջ, սիրո ծարավը, սիրո։ Եվ եթե այդպես կանք Տերոջ առջև խմելու դեր կխմցնե։ Ուրեմն քննեցեք ձեր անձերը այսօր ինչպես ասի, արդյոք ամենուն հետ խաղաղություն ունիք, ամենուն հետ, ընտանեկան կյանքին մեջ, եկեղեցական կյանքին մեջ, մինչ իսկ արտաքին մարդոց հետ խաղաղություն ունիք, եթե չէ, սիրո բագասություն կա ձեր մեջ։
Հիսուսի բադվերը չեք կատարեր։ Հետևաբար բդուղ չեք բերեր եւ չեք կրնար բերել։ Եվ գիտեք անբդուղը լալի ինչ կնշանակե։ Բողոս հրակյալ գսե երբ որ գուքանք Տերոջ առջև հաշի պիտի տանք, վարձք պիտի ստանանք, իսկ անոնք որ փայտ խոտ եղեք շինած են Հիսուսի հիման վրա, գսե գայրվին անոնք բոլորը, ինքը հազիվ գրագին գազատվի, ադորամար գսե նայեցեք, որ մերկ չմնաք այդ օրը, մերկ մնալ ինչ կնշանակե, ամոթով մնալ։ Բոլոր սուրբերուն, հրեշտակներուն առջև կներկայանաս եւ ցերկդ բդումը չգա։ Եվ եղածնալ փայտխոտ եղեք է։ Առանց սիրո ռազները դալ։ Մինչ իսկ հոգևոր կորձը, երբ որ առանց սիրո գլա փայտխոտ եղեք է։ Որքան գուզես քարոզ է, եթե սեր չունիս փայտխոտ եղեք է։ Որքան գուզես ուրիշներուն փարի կրե, եթե փարիկը սերեն չես ներ, այլ անձնասիրութենեն գնես, քու անմանդ փարքին համար գնես գուդաս որբեսի քեզի դան, այդ նպատակով գնես, փայտխոտ եղեք կլա։ Բնագին մեջ երբ որ գտնես տրամդ, որբեսի ամոթ չլա, քովետ կանցնի, եղբայրի ինչպես չտնես, այդ բանով գտնես այդ տրամը դերը գտեսնի եւ չընդունիր։ Ինչ որ սերեն չէ, դերը չընդունիր, փայտխոտ եղեքի պես կայրվի կվերջանա։ Իսկ ինչ որ սիրով է, քավատը բաղչուր, որ սիրով գդրվի, վարձքը չգործնցներ, կկրվի։ Ուրեմն, եկեք, բոլորսալ, եսալ մեջ լալով, մեր անցերը լավը կնենք Տերոջ առջև։ Գսիրենք, Հիսուսի մեջ ենք, հաստատված ենք Հիսուսի մեջ։ Գուզենք բդուղ բերել, թե բարապտեղը ապրիլ։ Թող Տերոջն է այս խոսքը ամենուս համար։ Ամեն։